Հիմա մեքենաների կա, հիմա իրանք պահկվել է որ չկան, բռնվել են դեպորտել, հələ մինչև տենանից հարցի լուծումը ինչ անելու։ Հիմա մենք որ կային ենք մի ամիս այս հարցը տևի չի լինել, մեզ շուտա փույտա պետք է հարցի լուծում տանը։ Ձեր անունը Արտուր Համբարձումյան։ Արտուր Համբարձումյան։ ստացել եք Զգուշացում եմ, ստացել որ ես օր չունեմ Ռուսաստան մտնելու։ Նույնիսկ նկարագրեք գնացիք մտած որտեղ եք ստացավ։ Ես գնացել եմ Բերձ բարձել եմ հետեմ եք այդ Արաղի պոստը ասվածը։ Այդտեղ հա, ասել համեստ տղա է, 15000 տվել եմ եկել եմ, մի հատ հերթի պոչտան եկեք ինձ բռնեն նորից։ Այդտեղ եմ ռուբլ է, որ թողեն, որ դեպորտ չանեն ինձ։ Հա, բան, տենց արել եմ, ու սաղինն ա տենց, ոչ թե մենակ իմը։ Նույն ձև եկել եմ հերթի պոչտ եմ գանել, նորից հա եկեմ ելից եմ, 5000-ը տեղ եմ տվել, եկել եմ։ Բայց հիմա էլ չեք կարող։ Չէ, որ գնամ արդեն շո դեպորտ եմ։ Այդ 180 օրը որ նախկինում գործել։ 180-ը հերիք, հա, բավարարում է, 180-ը, հա, բավարար։ Բայց ձեր պահանջը որն է, դարձնեն 180 թե ընդհանրապես հանեն։ Եթե հանեն ընդհանուր вообще լավ կան, 180-ը սակեն էլի յոլա գնա։ Հա, անցիր չի եղել։ Ամենաերկարը ինչքան եք սպասել։ 20 օրով էլ սպասել եմ։ Վախտանում հերթերը բռնում ա, դուք էլ եք տեսնում լրատվականներով 120 օր է կանգնել։ Ինչ կգաք ասեք, եկեք ասեք։ Ավելի վտանգավոր բան է դա։ Այս հարցումի վախտին զբաղվեն, եկե հաստատեն արդեն վերջն այլ ստանեց ենք ով մեկ։ Մեր արտես թո հանվի այդ 90 օրը։ Այդ 90 օրը вообще թո հանվի։ Ինչ 90 օր, ինչ 100 օր, 120 օր։ Այդ 90 օր ընդհանրապես թո հանվի, sense գնաց։ Մի ամիս հետո մեր դոլարով հաց ենք առնել ուտենք։ Մի հատիկ հացը մեր դոլարով ենք առնել ուտենք, շաշված մնացածը։ Հա՞։ Ինչի հետ եք կապում ես։ Փաստորը վիճակի, Ես չեմ իմանում։ Փաստը մնա փաստոր այդ Կազախի չափ մենք հզորություն չունենք, որ այդ մարդկանցից պահանջենք, որ այս հարցը լուծվի։ Կազախը 3 օրվա այդ հարցը լուծեց, այդտեմ գալում է, բայց հայը փաստորեն չկա, այնքան թրջված ազգ ենք, որ չկան փաստորեն։ Այս հարցը նոր չի, մի տարի այս հարցը, բայց միջև այս մի տարի ոչ մի լուծում չկա։ Սովամա ենք եղնելու սենց, ոչ հարց են կարալ ուտենք, ոչ ինչ-որ բեռ են կրալու բերենք, լավ էլ մի կոն, որ բեռնատարի շոֆերը չի կրալու աշխատի, լավ, կետանք բանվորություն կանենք, մնացածը։ Գողությունն էլ ավենանալու, բանվորություն։ Գող ենք դառնալու, խուլիգան ավազակ ենք դառնալու, սենց չի եղնի, թո դիմեն։ Կեսը գող, կեսը նարկալ։ Բա որ չկարածա, ես մե հաց առնեմ ուտեմ, չեմ կրալու առնեմ, ես մարդը չի կրալու, բետի մեծ ձևի աբրի, չէ, գալու եմ քո հայատ այդ գողություն անեմ, թո լուծեն այդ հարցը, ինչ 90 օր, 90 օրը պետ չի մեզի, տանրապես, ոչ էլ 200 օր կան, վաբշի թո հանվի էդի։ Ուղևորա փոխադրում, վարորդները սաղ այդ հարցի դեմ կանգնած են։ Այդ է հարցը։ Մեզ կոնկրետ պատասխանը պետք ինչ պետք է 150 դրամով հաց առնի ուտի, կրա 500 դրամ $1 հաց առնի ուտի, սենց որ գնաց։ Բայց դրանից դի բեռնա փոխադրումը թանկանալու է, որ այս ոլորտը Որ բեռնա փոխադրումը թանգնա, դա հացը դե կթանգնա, բա այդ եմ ասում, ախպեր։ Բա բեռնա փոխադրումը թանգծավ, հացն է կդառնա $1 կրա կարնեք ուտել։ Աղմիսոր ոչ մի կազմակերպություն չի կարող անելու բեռնա փոխադրում անի։ Այդ մարդը որ այս պահին զապրետի մեջ չի հելնի ռեսի, ամսվա մեջ մի հատ կետա գկա, ստիված այդ մարդուն թանկ գումար կդան, որ էտա գա։ Սնուտ ա տեղափոխը, մեն մի ավտոն վերմիշել այդ ըմբերեմ, եկը թանկը ծնեն, ով կրա ինչ որ շրջանառություն ենի, աբրի։ 90 օրը թո դնեն մեկոն, ոչ մի 90 օր, 150 օր է պետ չի, թո վաբշե հելնի էդի։